Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզինալցակայանը, գազալցակայանը կամ դիզելը կամ ուտելիքի դա։ Այդ փողերը գնա մախկեր էլի, իրանով ալնում։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ են տարել դա, իմիջալոց այդ որասի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է էլի, վախին ասենք մի 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասենք, այդ որ պետք լինի, ասենք, կարան գան, որ շոն մասնակցան, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնան, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ է, էլի, մենք էլ այդ ժողովուրդին, գոկարդիկով բանի, որ հասնի, ասենք, երբ է պետք վերել ստեղ։ Միջև մի քանի օր առաջ, էլի, 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին, то есть грубо говоря, հենց праздникները սկսում է մեկը բան, դրանից այդ праздникների վաղ գա։ Չարս, էլի, տոմսերն էլ կատաստրոֆա, չէ։ Աշխից հատ ավտոբուս մտածեք, վարձեք վերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում, լավ կապացել են։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելներ, մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ռուսաստանից մասկվայց կոնկրետ ասում են, որ հանգարց եթե անգամ անցնի էլ Նիկոլը ով ուժեղ տղա է, հիմա կոնկրետ ինչ կան 830 հոգի 830 հոգի այդ ֆիրմայում հայ աշխատող կա 830-ին ասում է տնօրենն է իր ազգանունը ռուսագանը ջոգեր բայց ինք հայ է իր մերը հայ է սաղ վաղը չմյուս օր ամսի 15-ին ասաց 32 հատ մեքենա իր ֆիրմա ավտոն է ասել է կլորս լծվեք Հայաստան էդի այդ ֆիրմը նույնը կրասեն ասկում են անում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրաված անձանց շրջանակից։